10 րոպեանոց ելույթներին ոնց որ այն մնացած ելույթների ժամանակ չէիք ասում, որ Դե գոնե ելույթի կեսը թեմային էին նվիրում, եթե դուք էլ կեսը թեմային նվիրեք, դեմ չեմ լինի։ Իսկ թվում է այն հարցերը, որ պիտի բարձրացնենք մեր ժողովրդի, մեր հանրությանը հուզող հարցեր են եւ շատ կարեւոր է, որ այս ամբիոնից խոսենք այդ թեմաների մասին։ Նախ պարոն Բասիլյան, ես երևի ձեզ հետ արդեն հետայսու փաստերով խոսեմ եւ դուք արդեն ձեր այդ կասկածելի է, որ ասում եք կասկածելի է եւ այլը, Հայաստանը փոքր երկիր է եւ եթե հարց կա, այդ մարդու հետ կապված բոլոր անցած ճանապարհի եւ այլը, շատ կարճ, մի 5-10 րոպե կարակ հետաքրվեք եւ բոլոր ձեզ հուզող հարցերի պատասխանը ստանաք, բայց ես ուզում եմ մի կարևոր հարցի անդրադառնամ, դուք խոսեցիք մի զգայուն թեմայի մասին, որի եւ արձագանքն ա տվել հայհեղափոխական դաշնակցությունը եւ մասնակիցն ա եղել եւ եթե պետք է դրա տեսանյութերն էլ կա, դրա մասին բավականին հրապարակային հայտարարություններն էլ կա, այդ հայտարարություններն էլ տեսանյութերն էլ կարող եմ ձեզ ցույց տալ, բայց ուզում եմ որ դուք դրանից հետո համարձակություն ձեռք բերեք եւ ներողություն խնդրեք սխալ պնդումների համար։ Ես երեք իմ գործընկերների հետ առիթ ունեցա շփվելու մեր հերոսացին ծնողների, անհատության մեջ գտնվող ծնողների, իրենց հարազատների հետ, իրենց պահանջով ես եւ իմ գործընկերները հանդիպեցինք ընտանիքի անդամներին եւ ուզում եմ առիթ օգտագործել իրենց կոչը եւ հորդորը փոխանցելու իշխող մեծամասնությանը եւ ձեզ, պարոն Քոչարյան, այդ մարդիկ հետեւյալն էին ասում, որ ունենք տված խոստումներ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու, իրենց խոսքերն եմ փոխանցում ձեզ։ Դե խնդրում եմ հանդիպեք այդ մարդկանց հետ եւ այդ մարդկանց այդ նույնը ասեք։ Մարդիկ պահանջում են քննիչ հանձնաժողովի զեկույցի եւ ես չէի կարող առիթը չօգտագործել եւ դրա մասին չասել։ Իդեպ նաեւ ես եւ իմ գործընկերները բազմաթիվ այլ առիթներով խոսել ենք դրա մասին։ Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա քննարկում ենք մի հարց, որը չափազանց կարեւոր է մեր հետագա, մեր երկրի հետագա զարգացման հետ կապված։ Դուք այստեղից շատ կարևոր մի հարցին անդրադարձաք, դա գործարար շրջանակների հետ կապված խնդիրների մասին է, այսինքն գործարար աշխարհի խնդիրների, խնդիրների եւ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված է։ Ես կարծում եմ, որ ոչ թե Տիկին Ջուլհակյան պիտի այդ զեկույցները, ոչ միայն այդ զեկույցները, միջազգային զեկույցները պիտի հաշվի առնվեն, այլ կան համապատասխան մարմիններ, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն բավարար ռեսուրսներ հասկանալու համար, թե օրինակ գործարար աշխարհը ինչ դժգոհություններ ունի կոռուպցիոն խնդիրների հետ կապված։ Ես առիթը կօգտագործեմ եւ մի քանի իմ դիտարկումները կանեմ, նամանավանդ որ առիթ ունենում եմ գործարար աշխարհի հետ շփումների հետ կապված։ Նախ ՊԵԿ-ի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այն որ կոռուպցիան եւ կաշառակերությունը արմատախիլ չի արվել, ավելի քան ակնհայտ է։ Ինչից է դժգոհում գործարար աշխարհը։ Գործարար աշխարհը դժգոհում է ոչ բավարար, ոչ պատշաճ ուշադրության իշխանությունների կողմից։ Գործարար աշխարհը դժգոհում է, որ նույն այդ ՊԵԿ համակարգը իր հատուկ գործելավոճով այդ կոռուպցիան ու կաշառակերությունը ՊԵԿ-ից արմատախիլ չի եղել եւ այդ կաշառքի դեպքերը լի են։ Եթե պետությունը բավարար ցանկություն կամք դրսևորի, դրա դեմ կարող է շատ արդյունավետ պայքարի, բայց այդ բավարար կամքը չի տեսնում։ Հաջորդը, որի վրա ես կուզեի ուշադրությունը դարձնեք, նույն այդ գործարար աշխարհի կողմնորոշումների հետ կապված։ Այսինքն ձեր թիրախը միշտ դառնում են այն գործարարները, իշխանության մասին է խոսքը, այն գործարարները, որոնք որ ընդդիմադիր հայացքներ ունեն, գաղտնիք այդ Հայաստանում։ Այն գործարարը, որ
այդ համարձակությունը ունի քննադատելու իշխանության, հաջորդ իսկ վարքյանին հայտնվում է իշխանության թիրախում։ Եվ սկսվում է, այսպես ասած, հարկային տերորի գործեր կարելու հայտնի մեթոդը։ Բայց այդ երկակի ստանդարտները, որ կիրառվում են, այսինքն յուրայինները հնարավորություն ունեն իրենց բիզնեսը զարգացնելու, ծաղկեցնելու, իսկ ընդդիմադիր բազմաթիվ այդպիսի օրինակներ կան, եւ պետք չի այդտեղ երեսպաշտություն անել։ Դրա օրինակները բազմաթիվ են։ Մեկը, օրինակ, կոնյակի, մի խանգարեք ինձ, կոնյակի արտադրությամբ զբաղվող հայտնի գործարարը, որը որ հանդես էր եկել ընդդիմադիր շարժումների մասնակից էր եղել, այդ գործարարի նկատմամբ ամենակոշտ մեթոդներն ու գործիքակազմներն են կիրառվել։ Էլի շատ օրինակներ կան, կարամ ձեզ դափոներով այդ օրինակները տալ։ Քիչ ինչա դուք տեղյակ չեք դրա մասին, այդ բռնաճնշումների մասին տեղյակ չեք, այդ համայնքապետերի նկատմամբ բռնաճնշումների մասին տեղյակ չեք, այդ գյուղապետերի, նախկին գյուղապետերի, որ հիմա վարչական շրջանների ղեկավարներ են, արդեն ընտրությունները չսկսած, արդեն այդ մարդկանց հաթաթ եք տալի, դրա մասին տեղյակ չեք։ Տեղյակ չեք, թե ոնց է կանչում այդ մարդկանց եւ ասում մեր համար չաշխատեք, խնդիր եք ունենալու, խնդրեմ եք ունենալու մեր համար չաշխատեք։ Այդ քրեական գործերը, որ հարուցում եք այդ մարդկանց վրա, տարիներով ձգձգում եք այդ գործը, որ ինչ անեք, որ ընտրական էլեկտորալ process-ների ժամանակ օգտագործեք այդ ամեն ինչը, եթե հանկարծ ձեր համար չաշխատի, խնդիր է ունենալու, խնդրեմ է ունենալու։ Տեղյակ չեք դրանից։ Ինչ եք երեսպաշտությամբ զբաղվում, ինչ եք սուտ խոսում, կամ հիմա հեծը, որ խլել եք, այդ հեծում, ինչ գործընթաց է կատարվում, հեծը դարել է ԿՊ նախընտրական շտաբ, հեծը դարել է ԿՊ նախընտրական շտաբ, ձեր յուրայիններին դրել եք հեծի կառավարիչներ, աշխատողներին ասում եք, եթե ԿՊ-ի համար չաշխատեք, դուրս եք գալու տեղից, սուտ չի, դուք եք սուտ խոսում, այս էլ երեխաները եւ Երեխաներն էլ են ներկա, ես համոզված եմ, որ իրենց ընտանիքի անդամներից, բարեկամներից էլ մարդիկ կան, որ հեծում աշխատում են եւ իրավիճակը շատ ավելի քան ակնհայտ է, թե ինչա տեղի ունենում եւ ինչա կատարվում։ Ես նաեւ խոստացել եմ, որ պետք է խոսեմ նաեւ բանկային համակարգի եւ մեր հայրենակիցներին հուզող խնդիրների մասին, չնայած ժամանակը շատ կարճ է, բայց ես ուզում եմ մի քանի ցուցանիշներ բերել, ուրեմն 2024 թվականին 18 առևտրական բանկերի տարեկան շահույթը կազմել է 363 միլիարդ դրամ, շուրջ 61%։ Ուրեմն 2025 թվականին նախորդ տարվա համեմատ բանկային շահույթը կազմել է 20%։ Ես ինչի համար եմ այս տվյալները հնչեցնում, սիրելի հայրենակիցներ։ Սա հնչեցնում է մի բանի համար, որ գերշահույթ ստացող բանկերը պետք է շատ ցածր տոկոսադրույքներ տրամադրեն մեր հայրենակիցներին, որպեսզի կարողանան մեր հայրենակիցները բիզնես գործունեություն ծավալել։ Այն մեր հայրենակիցները, որոնք որ դրանք տասնյակ դիմումներ են ստանում մեր հայրենակիցների, որը որ կորոնավիրուսով պայմանավորված, 44-օրյա պատերազմով պայմանավորված, տարերային աղետներով պայմանավորված, չեն կարողացել այդ ընթացքում սպասարկել իրենց բանկային պարտավորությունները, այդ մարդկանց գույքը ունեցվածքը ձեռքից խլում են։ Տունը մարդու համար, մեր բոլորի համար շատ զգայուն այդ խնդիրը, այդ հարցը որ կա, լուծում չի ստանում բանկերի կողմից, այսինքն այն ժամանակացույցը, որ պետք է տրամադրեն մարդկանց այդ իրավիճակից դուրս գալու, չէ, ամենահեշտ մեթոդը, ամենահեշտ ձևը գտնում են մարդկանց տնազուր կանում։ Եթե գերշահույթներ են ստանում բանկերը, դա մոտավորապես 1 միլիարդ 100 միլիոն դոլարի մասին է խոսքը, քավլիցի ես չեմ ուզում բանկերին չթվա, թե բանկերին թիրախավորում եմ եւ այլն, բայց կենտրոնական բանկը պետք է իր գործիքակազմերը օգտագործի, որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան այդ բանկային խնդիրներից եւ խնդիրներից, որի մեջ թաղված են, կարողանան հնարավորություն ունենալ այդ վիճակից դուրս գալու եւ նոր շանս ստանալու բիզնես գործունեություն ծավալելու։ Կարկուտ ա եղել, բնական աղետներ ա եղել, այդ մարդիկ կանգնել են շատ անելանելի իրավիճակի մեջ, ժամանակը կարճ է, որ բոլոր խնդիրներն Ոչ թե կարճ, այլ սպառվեց։